Օրվա երկրորդ կեսին ասացի բերեմ ամանը, տեսեք, ջուրը թափած, ամանը շպրտաց։ Ջուրը թափած, ամանը, ես մեկը լցրել էի այստեղ, ջուրը թափած, ամանը շպրտաց։ Ինչ եք կարծում, կենդանիներն են արել։ Իհարկե ոչ։ Կենդանիները ջուր չեն թափի։ Չգիտեմ ով արել։ Մենք հասարակություն հաստատ չենք դառնա։ Գերի ամանը դատարկ, վստահ եմ, այդպես չէին դատարկի ու շպրտել են կողմ։ Ինչ ասեմ։ Չնայած մաքրում եմ, բայց վստահ եմ, մեկա, ինչքան էլ մաքրեմ, էս է իրավիճակը։ Ինչքան էլ մաքրեմ, սա է։ Խեղճերս։ Խելոքներս, դուք ավելի խելոք եք, քան էս ամենաաղտոտողները։ Խոսություն, դրել եմ հեռու, որ գոնե չթափեն, չտանեն, ոչ մի բան չանեն։ Հա, ճիշտ ես, խոտ առել, Սասինսկի, հիմա բոլորիդ կկերակ։ Սիրունս, մեծիկներին կասեք, որ իրենց համար են ուտել, շատ չգիտեմ, հասցրել են ուտել, թե Աստված գիտի ինչ են արել։ Հասել էի, չէ, վերադառնալու եմ, գալու եմ երկրորդ անգամ, եկա ու լավ տեսարան չէր, ինչ խոսք։ Սա է մեր իրականությունը։ Թողեք մնա ջուրն իր տեղում, կենդանին իր տեղում, կերն իր տեղում։ Ինչքան կարելի է բացատրել ու խոսել նույնի մասին։ Ես հոգնեցի արդեն։ Մարդկանց բանը բացատրում ես նորից նույնը։ Մեծիկները տեղ են գնաց, է դուք մնացել եք, դե լավ խելոք նստեք, զգուշ եղեք։ Հա, գժուկ, լավ պահեք ձեզ։ Մեծերը գնում են խորքերը, այն վերջերն են գնում, խորանում, փոքրիկները այդքան հեռու չեն գնում, հիմնականում այս հատվածում կամ ներսի հատվածում են գնում։ Դե հաջողություն սիրուններս, լավ պահեք ձեզ, զգուշ եղեք մարդկանցից էլ հեռու։ Բայց խեղճերի ջուրը մնա իր տեղում, ինչ կլինի։